վերջի մարդկանցից եմ, որ տեսել է Շուշին հանձնումից առաջ։ Իսկ հայկական գեղեցկությունը ինչ է քեզ համար։ Շուշին դրա մի մասն է։ Տատիկս է Շուշիում ծնվել 1907 թվականին ու ես Շուշի վերադառնալուց տուն էի հետ գալիս։ Առաջի անգամ որ գնացել էի շշմել էի, ասել էի, այստեղ եղել եմ, ես գիտեմ այստեղ։ Գենետիկ հիշողություններ զարթնել ինձ մեջ։ Մենք լավ գիտենք մեր թույլ կողմերը, ամեն օր առնչվում ենք դրանց հետ, ագահությունը օրինակ, հա, երբեք անընդհատ էլի եմ ուզում եմ, նյութականի մասին է խոսքը։ Աստվածտար տենց ագահ լինեին հոգևոր կամ մշակույթի հանդեպ, բայց տենց չի, իրականում մատերիալիզմի ու այդ սպառողականության մասին է խոսքը։ Երևանի քաղաքապետը, որը երբեք չի ընտրվել երևանցիների կողմից, ոչ լեգիտիմ է։ Ոնց կարան իր որոշումները լեգիտիմ լինեն, եթե ինքը ոչ լեգիտիմ ձևի է նստել այդ աթոռի վրա ու շարունակում է նստել այդ աթոռի վրա։ Բազմաթիվ օրինակներ կան։ Այդ լեգիտիմությունը կարևոր բան է, իդեպ sense թագավորը, չէ՞, դա նույն թագավորը, որը միշտ եղել է, ինչի են այդքան պայքարել, որ թագավորը լեգիտիմ ժառանգ ունենա։ Լեգիտիմությունը չափազանց կարևոր է եղել։ Ռուբեն, բարև, ուրախ եմ, որ կրկին հանդիպել ենք, կարծում էլի շատ թեմաներ եք կուտակվել, որոնց մասին կարող ենք այսօր զրուցենք, բայց այսօր ուզում եմ խոսենք մի թեմայից, որի շուրջ երբևէ ես ու դու չենք խոսել, ես գիտեմ, որ դու ամերիկյան համալսարանում դասավանդում ես, այդ դասավանդման կուրսից եմ ուզում խոսել, միֆոլոգիային կամ միֆերին երևի թե վերաբերում դու ավելի լավ կներկայացնես։ Նախ շնորհակալ եմ շուտվանից չենք հանդիպելու, սա լավ առիթ է, խոսել նաև այդ կարևոր բաների մասին, հա, այս կուրսը ինքը երկու մշակութային շերտ է միավորում, հա, դիցաբանություն ու կերպարվեստ։ Ինքը եզակի երևույթ է, որովհետև ես կուրսը ստեղծելուց առաջ ուզում էի տեսնել որևէ մեկը դասավանդում է, ընդհանրապես համալսարաններում նման բան, բայց գտա միայն Բրիտանիայում մի համալսարան, որը նման բան ունի, այսինքն դիցաբանության մասին կան կուրսեր, բայց ծրագրեր, բայց կերպարվեստի պրիզմայի միջով չէ, իսկ ինձ հետաքրքիր էր հենց կերպարվեստի շեդևրների միջոցով պատմել նարատիվը։ Դա շատ հետաքրքիր բան է, որովհետև արվեստը, կերպարվեստի մեջ այդ ամենաբարձր արդյունքը, որ գրանցվել է երբևիցե միջև ինդուստրիալ ժամանակը, միշտ դիցաբանությունից է եկել, ոգեշնչվել է դիցաբանությունից։ Մեկ ասել է, art stopped being interesting when it stopped being inspired by mythology։ Այդ բայից ինքը արդեն դարձավ անհետաքրքիր։ Ու դիցաբանությունը որպես մշակութային շերտ, երևի գոյություն ունի բոլոր մշակույթների մեջ, հա։ Չկա նույնիսկ Ալյասկայում ապրող մարդիկ, որոնք որ տենց քաղաքի մշակույթ չեն եղել երբեք, իրանք էլ ունեն դիցաբանություն, առասպելներ, ուստեղ կա իհարկե տարբերություն, որ կատեգորիայի մեջ որ պատմությունն է ընկնում, հա, որն է դիցաբանությունը, որը ֆոլկլորից եկած հեքիաթներ, Կարմիր գլխարկը օրինակ, հա։ Ինքը միթոս չի, ինքը բան է, հեքիաթ է, հա։ Այդ կա տարբերություն երկուսի մեջ։ Ճանաչողության առումով, այսինքն եթե ուսումնասիրում ես դիցաբանությունը կամ միֆերը, որքանով է դա ինչ-որ բան ասում է ժողովրդի մասին։ Ամեն ինչ ասում, իրականում, հա։ Նախ ամենակարևոր հարցերի, որն են քո առաջնահերթ քեզ համար կարևոր մարդկային արժեքները։ Միշտ ինքը հայելի, ինչպես որ կերպարվեստն է հայելի հասարակության, նույնը իր դիցաբանությունն է։ Բոլոր մշակույթները ստեղծել են, իհարկե դե մենք ավելի շատ ծանոթ ենք այդ էպիկ Հոմերի, Հեսիոդի, հունական
դիցաբանությունը, որը որ վերջապես նաև վերջերս սկսեցին հիմա նոր ֆիլմ է դուրս գալու Օդիսեայի։ Հա։ Քրիստոֆեր Նոլանը նոր ֆիլմ է նկարել, հետաքրքիր է լինելու, հա, որտեղ այդ ոնց որ այդ դիցաբանությունը մնաց գրքերի մեջ չանցավ, չեկավ popular culture տենց շատ։ Ну, Տրոյան են նկարել Brad Pitt-ի հետ եւ այլն։ Ու հաջող ֆիլմ է շատ։ Դժվար է սա լավ անելը։ Ռիդլի Սկոթը օրինակ կարա պատմական ֆիլմ նկարի անթերի ձևով։ Տեսնենք Օդիսեը ինչքանով է հետաքրքիր, բայց մեր մշակույթին վերաբերյալ օրինակ ես երբ որ կուրսն էի կառուցում, այդքան շատ նյութ կա, ընդհանուր կուրսը 15 շաբաթ է, շատ առանձնապես դասի երկարությունը 50 րոպե է, որ նայում ես նյութի ծավալը, հասկանում ես, որ շատ է ու պետք է զտես, ինչը պատմես, ինչը չպատմես, համել իհարկե այդ ամեն ինչը վիզուալ շարքը նույնքան կարևոր է, ինչքան որ պատմությունը։ Ու ես հայկական դիցաբանության հետ, երբ որ պարզավոր պիտի դաս լիներ հայկական դիցաբանության մասին, հասկացա, որ մենք նյութ չունենք ցույց տալ։ Վիզուալ առումով նյութ չունենք ցույց տալ, համարյա չունենք։ Ունենք որոշ բաներ, բայց իրանք բավարար քանակի չեն։ Երբ որ համեմատում ես հունականի, հնդկականի, նույնիսկ սկանդինավիայի դեպքում, հա, էլի հարուստ դիցաբանություն ու շատ արվեստ, որը ստեղծվել է դիցաբանության նարատիվը վիզուալ ձևով պատկերելու համար, մենք դա չենք արել բավարար քանակի, ունենք Սասնա Ծռերի էպոսը, որ էլի է դիցաբանություն, ու կա Կոջյանի արած, հայրիկս է նաև իլյուստրացիաներ արել, որոնք երբեք չեն հրատարակվել, բայց շատ գեղեցիկ են։ Այդ գիրքը մեր տան էլ կար, Սասնա Ծռերը, Կոջյանի իլյուստրացիաներով։ Կան քանդակներ ունենք, բայց իրանք բավարար քանակ չեն ապահովում, որ դու կարողանաս նարատիվը պատմես, որտեղ իմ կուրսը հենց է, ցույց եմ իրան գրել, որ անընդհատ պատկերը փոխվում է, անընդհատ շատ դինամիկա ինքը չես դնում մի բան, կես ժամ խոսում իր մասին, ուսանողները չեն, իրանց attention span-ը այդքան կարճ է, իրանք քնելու են ուղղակի 5 րոպե հետո։ Դրա համար իմ կուրսը կառուցված այդ շատ էներգետիկ ու շատ այնց Իսկ համեմատություն կուրսի ընթացքում անում եք, ասենք դիցաբանությունների միջև եւ ինքը դրա մասին է, ինքը comparative mythology է, այսինքն չի կենտրոնացում ոչ թե կոնկրետ ինչ-որ մշակույթի վրա, այլ փորձել հասկանալ ոնց նույն պատմությունները, ոնց որ նույն դիլեմաները, մարդկային դիլեմաները արտացոլվում տարբեր մշակութային միջավայրերի մեջ, որտեղ մարդն է վերջում տակը, մեկը էլի մարդկային դիլեմաներն են, այդ տրանզիցիաները, որոնց միջով մենք անցնում ենք, հա, մանկությունից դեպի ծերություն, այդ մարդու կյանքը, այդ ամբողջ բավականին բարդ հոգեբանական սխեմաները, որոնց հետ հեշտ չի կյանքը անընդհատ քեզ առջև նոր խնդիրներ է դնում։ Դիցաբանության ինձ թվում է խոշոր առմամբ նաև իր այդ հոգեբանական ասպեկտը քեզ պիտի օգնի հասկանալ դու ով ես, ինչ իրավիճակ է հոգեբանական տեսանկյունից քեզ մոտ հիմա ու ոնց հաղթահարես։ Իսկ մեր մասին ինչ-որ բան պատմում է, ասենք որ կարող ենք նաև այսօրվա հայի վրա պրոյեկտել։ Ես իհարկե այո ու ամենալավագույն օրինակը Սասնա Ծռերի էպոսն է, որը աննկարագրելի ձևով է կարողանում մատնանշել հենց կոնկրետ շատ հստակ խնդիրները, որ մենք ունենք որպես ազգ։ Ինքը շատ, եթե հիշում ես Սասնա Ծռերը ինչ առաջի ճյուղը Սանասար Բաղդասար հեքիաթ է, ուղղակի տիեզերական գեղեցկության հեքիաթ է, ու գնալով իջնում է ներքև, հողին է կպնում, դիլեմաներն են սկսում փոխվել, ինքը շատ լակմուսային թուղթ է Սասնա Ծռերի էպոսը, դրանով է ինքը այդքան կարևոր մեզ համար։ Իրան պետք է կարդալ, վերընթերցել նորից։ Ու վերջը որ փոքր մհերը փակվում են, հիմա շատ ընչ է անդրադառնում փոքր մհերի փակվելուն։ Քիչ պայքարեց, այլ փակվեց ինչ-որ մեջ։ Այո, շատ ինքը ես նորից եմ ասում, կարծում եմ Սասնա Ծռերի պես հավաքական ցույց հայ ազգի հավաքական պատկերն է,
ես տենց եմ կարծում, տենց եմ իրան ընկալում։ Ես իդեպ գիրք ունեմ, որը հայրիկից է ինձ մնացել, որը ռուսերեն թարգմանություն է Սասնա Ծռերի հրատարակված 37 թվականին, վրան գրված է «На правах рукописи», այսինքն ինքը խմբագրված տեքստ չի։ Ինքը ուղղակի թարգմանվել է, ոչ միտեղ նշված չի աղբյուրը, որ ինչ աղբյուրներ են օգտվել, բայց շշմելու գեղեցիկ է թարգմանությունը։ Ու ես այդ գիրքը հիշում եմ մանկուց, որտեղ ինքը տենց շատ եզակի դե, չգիտեմ, քանակն էլ գրված չի, քանի հատապ։ «На правах рукописи», այսինքն հրատարակչության համար չի, թե ոնց է հայրիկի մոտ հայտնվել այդ գիրքը չգիտեմ։ Ես վերջերս եմ նորից վերընթերցել, շշմելու բան։ Իսկ այն տարբերակը, որ հիմա մեր ձեռքի տակ կա դրա հետ ինչ-որ համատություն բան։ Դե սա ռուսերեն թարգմանություն է, հայերեն իհարկե տարբեր է, բայց ես Սասնա Ծռերի մասին շատ նյութ եմ կարդացել ու կա իհարկե խմբագրված վերսիա, որը որ վերահրատարակվում ամեն անգամ, բայց այդքան շատ են տարբեր երանգներ կան այդ պատմությունների, որոնք որ միտեղ մի կերպ են պատմվել, մյուստեղ ուրիշ մի քիչ այդ նյուանսները օրինակ շատ կան, որոնք այդ գուցե այսօրվա վերսիայի, այսօրվա հրատարակված վերսիայի մեջ իրանց տեղը չեն գտել։ Իրականում այդ տարբեր վերսիաները Սասնա Ծռերի, որոնք որ օրինակ Վանի Վասպուրականում մի այլ կերպ է, այդ պատմությունը տարբեր երանգներ ունի, որոնք էլի կապված են ինձ թվում է հենց աշխարհագրական դիրքերից, հա, որտեղ որ այդ բայց ինքը ամենտեղ եղել է, ամենտեղ հայերը այդ պատմությունը մեկը մյուսին պատմել են։ Գրի են առել շատ ուշ, այսինքն 19-րդ դարվա վերջի, գուցե 20-րդ դարվա սկզբին նոր գրի են առել, բայց այդ ոնց որ վերբալ սերունդից սերունդ, թե ոնց է ինչ մետամորֆոզաների միջով այդ պատմությունը անցել, դժվար է իմացել, որովհետև չկա օրինակ Նարեկի դեպքում, Նարեկացու դեպքում մենք ունենք Մատյան ողբերգության հայտնի ձեռագիրը, որը որ Կիլիկիայում 11-րդ դարում հայտնվում է մի դար հետո։ Բնօրինակը չկա, Նարեկացու հետ ձեռքով գրված։ Այնտեղ մենք կա ամբողջական մի հատ վերսիա, որը որ ընդունվել է որպես հիմք, հետո էլի խմբագրվել է եւ Սասնա Ծռերի պատմության ամբողջովին տարբեր է։ Այդ ամեն ինչը միայն ու միայն հիշողության հիման վրա է փոխանցվել սերնդից սերունդ։ Այ մշակույթի մասին խոսեցինք, ես էլի հիշեց ձեր մի հարցազրույց, այնտեղ ասում եք, որ մեր մշակույթը մենք ոնց որ ներկայացնում ենք կլիշեների կամ չգիտեմ կարծրատիպերի մակարդակով։ Ոնց որ թե երևի թե մենք գիտենք, այդպես էլ ներկայացնում ենք, այնինչ հայկական մշակույթը շատ բազմաշերտ է, իսկ այդ շերտերի բացահայտումը ում վրա է, ով է թերացել այդ գործում, որ չի ներկայացրել նախ սեփական ժողովրդին, հետո նաև աշխարհին։ No, իհարկե սա ինստիտուցիոնալ խնդիր է, հա, մենք ունեինք հիմա շատ թերի գործող, բայց խորհրդային ժամանակ ունենք ինստիտուտներ, որոնք որ հենց այդ հարցերով էին զբաղվում, այսինքն փորձում էին ուսումնասիրել այդ տարբեր երանգները, այդ պատմությունները գրի առնել, հասկանալ աղբյուրը որտեղից է։ Սա ինստիտուտի աշխատանք է, էթնոգրաֆիայի ժողովրդական արվեստով զբաղվող ինստիտուտների հարցն է, որոնք պիտի խորը ուսումնասիրություններ կատարեն, հրապարակեն այդ ամեն ինչը ու ամենակարևորը ստեղծեն էմոցիոնալ կապ հասարակության ու իրանց աշխատանքի միջև, որտեղ այդ կապն է, որը որ կարծես թե լավ չի, չկա կապ, ուղղակի ժողովուրդը կտրված է մշակույթից, հետևաբար դրա հետևանքները մենք ակնհայտ բանալիներ եւ հենց այդտեղ են կարծում, եթե ժամանակին այդ բաց թողնված ժամանակը չլիներ եւ ժամանակին դա արվեր, երևի թե հիմա ժողովուրդն էլ եւ երկիրը այս իրավիճակում չէր լինի, որտեղ մենք լավ չենք ճանաչում մեր մշակույթը եւ չենք էլ ներկայացնում ուրիշներին։ Հա, մենք ինձ թվում է գնացինք հեշտ ճանապարհով, նորից ասելով մենք, ես իմ մոտ միշտ այդ դիլեման եմ, ասում ենք մենք ու մենք հասկանում դրա տակ։
ու նորից ժողովուրդ ասելով մենք ում ենք հասկանում ժողովուրդը որն է բոլորս ենք, հա, եթե տենց ասենք։ Ու մենք շատ ծայրահեղ տարբեր ենք միաժամանակ, որովհետև կան շատ կիրթ մարդիկ, որոնք որ խորը հասկանում են կարևորությունը մշակույթի, փորձում են չնայած անհնար այս պայմանների մեջ շարունակել աշխատել, ու կան մարդիկ, որոնք տոտալ անտարբեր են մշակույթի հանդեպ, ուստեղ մեղավորությունը բարթել մարդկանց վրա գուցե սխալ է, որովհետև գիտեք, եթե դու չես կրթում իրանցից որևէ բան պահանջելը անիմաստ է, այսինքն սա վերևից իջնող դեպի ներքև աշխատանքը, որ շարունակաբար պիտի տարվի հասարակության հետ աշխատելու, ակտիվ ձևի աշխատելու պետություն ու մշակութային էլիտա, ես խուսափում եմ այդ էլիտա բառը օգտագործել, որովհետև ինքը ամբողջովին դեֆորմացված տեսք ունի հիմա, մենք էլիտա ասելով լրիվ ուրիշ բան ենք հասկանում, բայց ինտելեկտուալ աշխատանքով զբաղվող մարդիկ, որոնց ֆունկցիայի մեջ մտնում է հենց այդ վերահսկել այդ process-ը, որտեղ որ պետությունը իհարկե իր դերը ունի, որ պիտի կատարի, դրա, այսինքն ոչ թե էժանագին ու պրիմիտիվ ու կլիշեի միջոցով մատուցվի նյութը, այլ փորձեն մարդկանց մոտ էմոցիոնալ կապ ստեղծել, դա երաժշտության է վերաբերվում, դա գրականության է վերաբերվում, արվեստին է, բոլոր շերտերին։ Դա չի արվում։ Հետաքրքիր է, որ մեր ժողովրդի համար հիմա հարազատ է ուրիշի մշակույթը, ուրիշի ստեղծածը։ Դա ինչ է հետաքրքիր ֆենոմեն է։ Դե մեր մոտ այդ միշտ է խնդիր եղել, երևի նաև դրանից, որ հայերը միշտ ապրել են տարբեր աշխարհագրական տեսանկյունից ամբողջ մոլորակի վրա, հա, ու ամենտեղ փորձել են պահելով իրենցը նաև լինել այդ իրենց մշակույթի մի մասը։ Բայց դրանց մոտ լավ է ստացվում, ինչքան որ տեսնում դրսում բավական լավ ինտեգրվում են տարբեր մշակույթների։ Հա։ Մենք այստեղ չեն կարողանում ինչ-որ իրար հետ ավելի լավ։ Չէ, հետաքրքիր բան է, երբ որ մենք փոքրամասնություն ենք, մեր մոտ այդ մեխանիզմները, որոնք որ պարտադիր պիտի լավ աշխատեն, չգիտես ինչի աշխատում են, բայց երբ մենք դառնում ենք մեծամասնություն, մեզ մոտ արդեն կարծես այդ հարցերը այդքան արդիական չեն, այդքան կարևոր չեն, իջնում են ներքևի պլան ու բոլորս հայ ենք, բոլորս ապրում ենք միջավայրի մեջ, որտեղ որ բոլորը հայերեն են խոսում ու մեկ էլ լեզու դառնում է այդքան պրիմիտիվ, այդքան սննկանում է, ինչի դու դուրսը քեզ զգում ես այլ կերպ, ստեղ զգում ես, չգիտեմ, կա տարբերություն, մեծ տարբերություն։ Լավ օրինակը մխիթարիստներն են, որոնք որ Վենայում, Վենետիկում դարերի ընթացքում կարողացել են հարուստ մշակութային արժեք ստեղծեն, որոնք որ հայկական մշակույթ է, իրենք նույնիսկ լինելով կաթողիկ, ոչ առաքելական եկեղեցի, հա, բայց միաժամանակ իրենց նվիրվածությունը հենց մշակույթին է եղել, ոչ թե կրոնին։ Հսկայական նյութ կա հավաքված նաև, որ նույնիսկ ուսումնասիրման կարիք ունի։ Հսկա ու բավականին պրոբլեմատիկ իրավիճակ է, որովհետև Վենետիկը հատկապես, որովհետև Վենետիկը կղզի է, ամենը կուտակված է մի տեղ, ինչ լինի, եթե մի օր ջուրը բարձրանա, անխուսափելի է դա վաղ թե ուշ լինելու է, ինչքանով ենք մենք դրան պատրաստ, ինչքանով այդ ինչքան գիտեմ, ինչքան տեղյակ եմ, մինչև հիմա կատալոգել գոյություն չունի, հա, Վենետիկում ինչ կա։ Ես ուզում եմ հարցնել կարող թվայնացնեն կամ նկարեն։ Դեռ չի արվել։ Դեռ չի արվել ու դա մեծ խնդիր է, որովհետև այնտեղ կան մշակութային նմուշներ, որոնց երկրորդը չկա։ Շատ բան հրատարակվել է հենց Վենետիկում, Վենայում էլ իհարկե, բայց Վենետիկը եղել է մի քիչ ուրիշ, Վենան մի քիչ ուրիշ է, տարբերություն կա այդ երկու, նույնիսկ էլի մխիթարիստներն են, բայց տարբերվում է, մեկը Իտալիայում, մեկը Ավստրիայում։ Այնպես որ հիմա է ժամանակը դրանով զբաղվել։ Վենայում գիտեմ, որ թվայնացման process գնում է, բայց կարծես թե սկսել են տարօրինակ կետից, ինչ որ սկսում են թվայնացնել ոչ թե ձեռագրերը, այլ մատյանները, որոնք որ տպվել են այնտեղ, լիքը նյութ կա, երեքան թերթեր են տպագրվել,
դա են թվայնացնում։ Ես կսկսեի ամենակարևորից, ամենակարևորը հենց ձեռագրերն են, նույնը ինչքան գիտեմ Վենետիկում դեռ այդ տեղի չի ունենում, բայց պետք է արվի ու արագ արվի, որովհետև Աստված ոչանի մի բան եղավ, մենք կորցնելու ենք հսկա մշակութային ժառանգություն։ Եվ հետո ասենք գիտնականների համար ավելի հեշտ կլինի այդ ուսումնասիրել, եթե ինքը թվայնացվի, ավելի հասանելի կլինի ի վերջո։ Ես գրքիս համար դե արդեն տարուց ավել գեղագրության ալբոմի վրա եմ աշխատում, որտեղ այդ ամբողջ նյութը փորձում եմ հավաքել։ Ես գիտեի, որ իրանք ունեն մի հատ շատ հետաքրքիր նմուշ, որը ամուսնության պայմանագիր է։ Ոչ հայերեն լեզվով, բայց հայատար։ Շատ գեղեցիկ գրված ու ուզում էի անպայման գրքի մեջ այդ լիներ նամակ գրեցի իրենք պատասխանեցին ու ուղարկեցին ինձ զարմացել էի չէի սպասում իրականում շատ գիտեք պրոբլեմա չգիտես ինչի մենք չենք կիսվում նույնը Երուսաղեմին վերաբերում որը երկրորդ ամենախոշոր հավաքածուն է հայկական ձեռագրերի մատենադարանից հետո Ընդեղ էլ անուն խնդիրը։ Չգիտես ինչի մենք Բայց դա իրոք անհասկանալի է։ Ինձ համար ամբողջովին անհասկանալի է ինչի։ Անընդունելի։ Ու անընդունելի։ Այո, եթե մետրոպոլիտենը օրինակ համարում է, որ իր ամբողջ հավաքածուն ամենաբարձր որակով open access դրած է կայքի վրա, մտեք նայեք, ուսումնասիրեք, հիացեք, ոգեշնչվեք Մենք չգիտես ինչի այդ ամեն ինչը փակ արկղի մեջ ենք պահում ու նոր ինչ որ քայլեր են արվում մատենադարանում բացել այդ փորձել վերականգնել այդ կապը հասարակության կապը մշակույթի հետ բայց չնչին է այդ կաթիլա ծովի մեջ Մանավանդ հիմա երբ կարծում եմ էլի հայ ժողովրդի ինքնաճանաչողության խնդիր ունի ամենեւերում մեծ խնդիր ամենամեծ խնդիրը հենց դա է սպայն բանալիներն երևի այդտեղ են ու դրանից են բխում մնացած բոլոր խնդիրները իրականում ես կասկած չունեմ դրա մեջ ինքնաճանաչողության հարցաստեղ ու իհարկե պրեսինգը որը որ դրսից է քեզ անընդհատ փորձել համոզելով որ դու քեզ այնպես բան չես ներկայացնում դրա համար սուս նստի այդ վերաբերմունքն է շատ վտանգավոր Եվ որ պայքարի կամքն են ուզում կոտրել։ Այո։ Քեզ տեղափոխել վրի ուրիշ դաշտ։ Շեշտը դրվում է քո թույլ կողմերի վրա, ոչ թե քո ուժեղ կողմերի։ Բոլոր ազգերը ունեն թույլ ու ուժեղ կողմեր։ Մենք լավ գիտենք մեր թույլ կողմերը։ Ամեն օր առնչվում ենք դրանց հետ տագաությունը օրինակ, հա, երբեք անընդհատ էլի եմ ուզում եմ նյութականի մասին խոսքը։ Աստվածտար տենց ագահ լինեին հոգևոր կամ մշակույթի հանդեպ, բայց տենց չի իրականում մատերիալիզմի ու այդ սպառողականության մասին է խոսքը Պետությունները իմանալով այդ թույլ կողմը ավելի ժողովրդին բերում հենց այդ դաշտ որտեղ ես որքանով ես եմ հասցրել նկատել ազգայինից ու հոգևորից ուզում են կտրել եւ բերել հենց կենց հավային չգիտեմ ինչ որ ֆեստիվալներ բաներ եւ արեք մեզ չխաբենք սա քաղաքականությունն է ու շատ բարձ երևում է այո որ ուղղված ամբողջ ուժերը նետել են դրա վրա որ մեզ չնայած մի քիչ զարմանալի է, որովհետև արդեն շատ վատ վիճակում ենք, ոնց որ վերջի այդ հարվածները հատկապես այս ամբողջովին անընդունելի վերաբերմունքը եկեղեցու հանդեպ այդ շողակատի լուրը երեք ինձ շատ սարսափեցրեց, որ իմացա որ շողակատն են փակում, սա շատ վատ հետևանքներ է մեզ համար ունենալու չի կարելի նման բան անել։ Իսկ եկեղեցու թիրախավորումը ինչ վտանգներով է հղի քո կարծիքով։ Ինձ թվում է սա նաև եւս մեկ ապացույց է, որ պայքար է մղվում ինստիտուտների դեմ, այսինքն պահողսյունների դեմ, հա, եկեղեցին մենք բոլորս լավ գիտենք, ну, այլի նորից բոլորս ով կարդացած մարդիկ գիտեն պատմությունը եկեղեցու, գիտեն ինչքան պրոբլեմ շատ խնդիրներ ունենք մենք ամեն դեպքում, բայց սա ինստիտուտ է, կարևորագույն ինստիտուտ է այս ժողովրդի համար։ Եթե դու սենց հարվածներ ես իրեն հասցնում, դա չի կարող անհետևանք մնա։ Մարդիկ կորցնում են այդ վերջի ոնց որ բռնվելու տեղը, որ գիտես, որ դարերով արդեն շատ երկար ժամանակ այդ ինստիտուտը կա ու այդ ինստիտուտն է եղել մեր հենարաններից մեկը։
եթե իրան վարկաբեկում ես, փորձում ես իրեն ոնց որ նաև մարդկանց, որովհետև եկեղեցին ինչ է, ինքը կառույց է, որի նպատակը մարդկանց բերել հոգևոր դաշտ, Աստծո հետ կապը չկորցնելը։ Դե հիմա հարց է բարձրանում միջին հավաքական հայը այսօր ինչքանով է հավատացյալ կամ քրիստոնյա։ Սա լուրջ խնդիր է ոչ միայն կրոնի տեսանկյունից, այլ նաև մարդկային արժեքների ու թե դու ով ես։ Դու առաջի քրիստոնյա ազգն ես, բայց մի հատ շուրջդ նայիր, ինչքանով ես դու այսօր քրիստոնյա կամ քրիստոնեական արժեքներով ապրող հասարակություն, թվում է խորը ճգնաժամ է։ Ու եկեղեցու հետ կոնֆլիկտը, պետության ու եկեղեցու կոնֆլիկտը, հենց ոնց որ իրանք ինձ թվում է ընկալում են դա որպես մեռած չթաղած վիճակ, հա, այսինքն արդեն եկեղեցին չկա, արեք ուղակի այս վերջի դագաղի մեջ այդ մեխը խփենք, վերջացնենք, որ սարսափելի բան է։ Որտեղ ես չեմ հավատում, որ տենց է։ Ես հավատում եմ, որ հա մենք չենք կարողանում ինստիտուտը անձից տառանջատել։ Այս համար անձը ինստիտուտն է։ Դու չես կարող ինստիտուտը հարգես, եթե այդ ինստիտուտը ղեկավարում է մեկը, ում դու անձամբ չես սիրում կամ չես հարգում կամ համարում ես իրան ոչ իր տեղում, բայց ինստիտուտ կա, չէ։ Այսինքն այդ մարդը կա այսօր, վաղը չի լինելու, ոնց ապահովենք շարունակականություն, ոնց անենք, որ իրանից հետո ավելի հաջող մեկը գա, որ իսկապես իր գործը լավ անի, հա։ Այդտեղ մենք խնդիր ունենք։ Մեզ համար ինստիտուտը դա ուղղակի մարդն է։ Լավ, վատ, լավն է, ուրեմն լավ ինստիտուտ է, վատը, ուրեմն վատ ինստիտուտ է։ Այդ խնդիրն է։ Չգիտեմ ես ոնց մենք կարանք այդ հարցին, այդ հարցը լուծում ունի արդյոք թե ոչ։ Հիմա այդ ճգնաժամը շատ խորն է։ Այդ գիտակից հատվածը, որ դու նշեցիր, հստակ տեսնում է ինչ է կատարվում։ Կարծում եմ, որ ոչ մեկիս համար արդեն գաղտնիք չի այս ամենը ուր է տանում։ Բայց քո կարծիքով ով պիտի այդ պայքարի նախաձեռնությունների ձեռքը վերցնի կամ այդ բանալիները որտեղ են, որ այս ելքից դուրս գալու, էլի, այս իրավիճակից դուրս գալու ելքերը ոնց բացենք, ոնց գտնենք քո կարծիքով։ Դու տեսնում ես ինչ-որ։ Ես դժվարանում եմ շատ այդ հարցին պատասխանել, որովհետև ինքս չունեմ այդ հարցի պատասխանը։ Բոլոր փորձերը տապալվել են մինչև այսօր։ Ես չեմ կարող որևէ օրինակ բերել, երբ որ պետության հետ համագործակցությունը արդյունք է տվել, լավ արդյունք է տվել։ Պետական ինստիտուտները այսօր ուրիշ բանով են զբաղված։ Եթե իհարկե մշակութային տեսադաշտի տեսնենք ուղղակի ինչ է կատարում, կան անհատներ, որոնք որ անհնար պայմաններում շարունակում են իրենց աշխատանքը ու լավ են անում, բայց շատ քիչ են, արդյունքը լավն է, բայց քրիտիկական մասա չի կարող ապահովել որևէ բան փոխի։ Սա խնդիրը ինձ թվում է երկու կողմից էլ կա, հասարակությունը, որ տոտալ զրկվել է մշակույթից, կապը խզվել է, ինքը այլևս այդ կապը չի զգում, մշակույթը իրան չի սնում։ Այն ինչ որ իրան մատուցվում է շատ կլիշեների միջոցով ու պրիմիտիվ մակարդակի վրա, որը որ դե չգիտեմ ոնց որ ինչ ասես, ասում ես դե ինքը այդքան չգիտի ու այդ շատ պարզ լեզվով ես խոսում, ոնց որ փուճոր երեխա լինի։ Երեխայի հետ ոնց ես խոսում, չէ՞, դե ասում ես ինքը իր բառը պաշարը աշխարհը անցալում էլ այտենց չի, հա, որ ինքը բարդ միտք հասկանա, պարզացնում ես պրիմիտիվ ձևով ես այդ նյութը։ Այս ոնց որ այտենց վերաբերմունք է, հա, ժողովրդի հանդեպ դուք այտենց հասել եք արդեն այդքան եք սննկացել, որ դուք, բայց իրականում խնդիրը ձեր մեջ է, որովհետև դուք պիտի քաշեք վերև, ոչ թե իջնեք այդ մակարդակի վրա։ Բայց դա անելու համար դուք պիտի այդքան կրթված լինեք, այդքան խորը հասկանաք լայն տեսադաշտ ունենաք, հասկանաք պատճառը հետևանքային կապը, հասկանաք ցանկացած արվող քայլը հետևանքներ է ունենալու, այդ հաշվարկելա պետ վտանգը որտեղ է, ինչին կարա սա բերի։ Ինձ այն ինչ որ ես եմ տեսնում, արդեն թվում է որ սա ուղղակի պատահականություն չի, այլ ուղղակի շատ հստակ մշակված քաղաքականություն համոզել
բոլորիս, որ մենք սուս նստենք ու հանկարծակի չփորձենք նորից հավատալ, որ մենք կարող ենք։ Դա տենց հեշտ է մեզ անդադ այդ պրեսինգի տակ Մեր բայել։ մեջ կա չէ՞ հարմարողականությունը, որ հայերի մեջ կա դա։ Հա, մենք մեր ուժերին չենք հավատում այս բանին։ Ու դա զարմանալի չի, որովհետև նայենք ինչ եղավ վերջի 6 տարվա ընթացքում։ Պատերազմից հետո այդ ամեն ինչը բերեց դրան, որ այ ուղղակի այսօր չի հավատում, որ որևէ արդյունք կարա գրանցի։ Ոնց իրան հանես այդ հոգեվիճակից, բերես իրան դեպի լույս տանես, իրան էլի իրան ոգեշնչես, տաս իրան այդ կարևոր, շատ կարևոր լուսավոր կետերը, որ ինքը գնա դեպի այդ լույսը։ Օրինակ դիցաբանության մեջ այդ շատ լավ է երևում, հա, ինքը այդ beacon of light, էլ ինքը ոնց որ քեզ ասում է նայ, սենց անես, սենց է լինելու։ Սխեման անփոփոխ է։ Անկախ դրանից դու Հունաստանում ես, Հայաստանում ես կամ ուրիշ որևէ տեղ։ Կա պատճառը հետևանքային կա։ Օրինակ ամենալավ օրինակներից մեկը խոսքի արժեքն է։ Քո խոստում տված խոստումի արժեքն է։ Եթե դու մի բան խոստացել ես, ասել ես, բարձրաձայնել ես, ասել ես անելու եմ ու չես անում, դրա հետևանքները շատ ծանր են լինելու։ Դիցաբանությունը անդադ դրան վերադառնում ասում է նայ, խոսքը կարևոր է, ինչ ես դու ասում։ Պարսիկների մոտ հոյակապ օրինակ տենց սխեմա կա, որը շատ լավ է գործում, ասում է բարի մտքեր, բարի խոսքեր, բարի գործեր։ 3 կապ, բարի մտքեր, բարի խոսքեր, բարի արարքներ։ Բոլորը կապված է մեկը մյուսի։ Քեզանից է գալիս, ստեղից է սկսում։ Ինչ է քո մոտ գլխի մեջ։ Հիմա դե գլխիդ մեջ անդադ աղբ են լցնում։ Ինչ բարի մտքեր, տեղ չի մնում բարի մտքերի համար։ Աղբը լցվում է անընդհատ ստեղծելով այդ լարված իրավիճակ, որտեղ որ քեզ ժամանակ չեն թողում, որ դու մի հատ շունչ քաշես, մի հատ կարողանաս վերլուծես, ինչ է կատարում, անընդհատ նոր, հա, շեղել։ Ես չեմ կարծում, որ դա պատահական է։ Արվում է ամեն ինչ, որ իդեպ նորից հա մենք կարող ենք վերադառնալ մեր պատմության մեջ այդ կարևորագույն էջերից մեկը քրիստոնեության երբ մենք ընդունեցինք քրիստոնեությունը, հա, ու ինչ գին վճարեց հայ ազգը դրա համար, մշակութային գին։ Ու այն ժամանակ պարզ երևում էր, հա, որ եթե արդեն կա հարուստ քաղաքակրթություն, որը որ հազարամյակներով գոյատևել է հողի վրա կառուցել է, շինեցրել է, ծաղկացրել է մշակույթ, ու դու գալիս ես նոր գաղափարով, այս դեպքում իհարկե մոնոթեիզմը, Աստված մեկն է եւ այլն, դու պիտի կարողանաս ամեն ինչը զրոյացնես, բերես այս ազգը, հա, մշակույթի իսպար ոչնչացնես ամեն ինչ, ինչ որ դու կարող ես, որպեսզի դու այդ ոնց որ դաշտը վարես ու ցանես իր մեջ նոր գաղափարախոսություն։ Գինը սարսափելի ծանր է եղել մեզ համար այդ ժամանակ։ Ու հայերեն համոզել են երկար ժամանակ դուք չունեք պատմություն, դուք չունեք անցյալ։ Նույնն է իմ կարծիքով հիմա է արվում, որպեսզի նոր բան բերվի, թե այդ նորը որն է, այդ դա վախենալու բան է։ Իսկ Ռուբեն, քո կարծիքով պատահական է, որ հայերը հենց քրիստոնեություն ընդունեցին։ Բարդ հարց է, հա, պատահական էր թե չէ։ Պատահական, այսինքն մեր բնույթից ելնելով, մեր տեսակից ելնելով, որտեղ կրոնն էլ չի, ասենք, ինչի մեկը ընդունում մահմեդականություն կամ իսլամ, մյուսը քրիստոնյա է կամ մյուսը, չգիտեմ, բուդդիստ է կամ։ Հա։ Դե պատահական չէր իհարկե, բայց մենք բազմազան աստվածներ ունեինք ու մեր պանթեոնը էլի նույն ձև հարուստ էր, ինչքան որ հունական պանթեոնը մենք այդ աշխարհի մի մասն ենք եղել, հետո զուգահեռ դրան նաև եղել ենք արևելքի մի մասը, այսինքն միշտ այդ դիլեման եղել է հայը որտեղ է արևելքը, արևմուտքը մշակութային տեսանկյունից, հա, արժեհամակարգի տեսանկյունից որտեղ ենք մենք միշտ այդ արանքում ենք, որտեղ ընտրություն կարող է լինել, բայց ըստ էության մենք արևելյան քրիստոնյաներ ենք։ Բայց շատ կարևոր է ստեղ նորից հա Մաշտոցի դերը, Մեսրոպի դերը այդ ամեն ինչի մեջ, որտեղ Մեսրոպը հստակ ասեց հայրին նայեք դեպի արևմուտք, ոչ թե դեպի արևելք։ Ձեր ապագան կապեք արևմուտքի հետ, միջերկրային ծովի
նոր քաղաքակրթության հետ, ոչ թե արևելքը, որը որ շատ ավելի հին է, շատ ավելի Չնայած Իրանից ազդեցությունը Կովկասյանից շատ կար։ Կար, իհարկե կար, բայց այդ ժամանակ շատ կարևոր որոշում կայացվեց հենց Մաշտոցի կողմից, չնայած վստահաբար նաև կաթողիկոս ու թագավորն էլ իրենց ազդեցությունը այդ որոշման վրա ունեցել են, բայց Մաշտոցը հստակ ասել է նայեք դեպի արևմուտք։ Դրա համար է մեր Այբուբենը այդ տեսք ունի, շարքն էլ հուներենին շատ նման է։ Եթե այդ որոշումը լիներ հակառակը, ասել դեպի նայեք դեպի արևելք, մենք վստահաբար ես կարծում եմ այսօր որպես էթնոս նույնիսկ չենք լինի։ Մենք ամբողջովին ասիմիլացվենք ու այսօր մահմեդական կլինենք, ես չեմ կասկածում դրա մեջ։ Մենք չենք կարողանա քրիստոնյա մնալ, եթե չունենայինք այդ որոշումը Մաշտոցի, որը գիր ստեղծեց մեզ համար ու ասեց դուք գրելու եք ձախից աջ, ոչ թե աջից ձախ, ու անջատված, ոչ թե կապ, զիազետ, պարսկական, աջից ձախ գրելու, այսինքն շատ ֆունդամենտալ կարևոր քայլ է եղել։ Հիմա եթե մենք զուգահեռներ ենք տանում, տեսնենք թե ինչ վիճակ էր այդ ժամանակ ու այսօր, ըստ բավականին նման է, էլի նորից փորձել երկու աթոռի վրա նստել մի ձևի համսրայդ ու լավ չի ստացվում քեզ մոտ, որովհետև ասել են կողմնորոշվի դու որ աշխարհի մասն ես ուզում լինես։ Այստեղ գենետիկ էլ ինձ թվում է խնդիր կա, մենք մեր մեջ կոդավորված այդ փորձել անընդհատ լավ լինել ամենտեղ բոլոր ժամանակ։ Դա տենց չի լինում։ Դու շատ հաճախ պատմությունը քո դեմ դնում է ընտրության, տալիս է քեզ այդ հնարավորությունը ընտրել, որը որոշել է քո մոտ ու հեռավոր ապագան։ Ինձ թվում է մենք հիմա էլ ենք այդ փուլի մեջ գտնվում։ Ընտրության փուլի։ Այո, այդ կարևորագույն ընտրությունն է լինելու եկող տարվա ընտրությունը։ Կարևորագույն ես կարծում եմ։ Կամ մենք շարունակելու ենք գնալ այդ անհասկանալի ուղով, կամ վերջապես սկսել ենք նորից հավատալ, որ մենք ավելին ենք, քան մեզ փորձում են համոզել։ Մի անգամ էլի դու հարցազրույցի ժամանակ հետաքրքիր բան ասացիր, ընդհանրապես որ մեկին մեջ բերեցիր, ասացիր, որ օրինակ հрьяաների մոտ ճիշտ ժամանակին ճիշտ մարդիկ հայտնվեցին։ Այ հետաքրքիր այդ ճիշտ ժամանակին ճիշտ մարդկանց հայտնվելը ինչպես է լինում, հասարակությունը ծնում է այդ մարդկանց, հասարակության միջից դուրս են գալիս, ու երբ որ լսում էի քեզ, հիշեցի, որ Խորեն Աբրահամյանի հարցազրույցն էի լսում, իրանք բոլորը ինչ որ sense բաներ ոնց որ լինեին, էլի, պրարոկներ, որոնք ինքն էլ ասում էր, ես հուսով եմ, որ կգա այն մարդը, կգա այն մեկը, որ կլինի ու կկարողանա այս երկիրը դուրս հանել ինչ որ ծանր իրավիճակից։ Իրենք բոլորը հասկանում են, որ այստեղ անհատների անհրաժեշտություն կա նաև։ Հիմա ուզում հասկանալ որտեղից այդ անհատները պիտի գան։ Այստեղ ինձ շատ միշտ այդ հարցը շատ հետաքրքրել է, ինչի ենք մենք անընդհատ փորձում ամբողջ պատասխանատվությունը բարթել անհատի վրա։ Ես չեք տեսնում, որ չի աշխատում։ Ինքը անելու է մի բան, էլի թերի է լինելու, էլի ամբողջ պատասխանատվությունը կախվել է մի հոգու վրա։ Ինչի եք անընդհատ նույն սխալը կրկնում։ Համակարգը չի աշխատում, փոխեք համակարգը։ Կլոր սեղանի շուրջ թող նստեն բոլորը։ Կոնսենսուսի միջոցով հարց լուծեն։ Ինչի եք դուք ամեն ինչ այդ պիրամիդայի պես պատկերացնում, որ այնտեղ կամ մեկը, վերևը, որը որ, կամ լավն է, կամ վատն է, լավ, մենք անընդհատ լավ թագավոր ենք ուզում։ Չենք այդքան երևի չենք հասունացել, որ հասկանանք, որ տես չի հարցը լուծվում։ Թագավորը միշտ թերի է լինելու։ Արեք մեր պատմության վրա նայենք, քանի լավ թագավոր ենք մենք ունեցել պատմության, մեր շատ հազարամյակների պատմության մեջ։ Կարելի է ուրիշ ձև անել։ Ինչի՞ չէ, գոնե փորձել, լավ չեմ ասում, կարող է չստացվի, բայց դու գիտես, որ սա փակ ուղի է։ Էլի նորից է, նույն խնդիրն է հետ գալու։ Արեք կլոր սեղանի շուրջ, որտեղ չկա ամենակարևորը, ում վրա հետո կարելի է ամբողջ պատասխանատվությունը կախել, այլ փորձել, թող այդ սեղանի շուրջը նստեն բոլորը։ Համալսարանների ռեկտորները, մշակութային գործիչները, երաժիշտները, փիլիսոփաները, համակարգ ստեղծել։ Այո, թող նստեն ու բոլորը կոնսենսուսի միջոցով հարց լուծեն, որոշեն ծրագիր մշակեն, հասկանան ուր են գնում։
առանց դրա ոնց ինչ վստահություն ունես դու հաջորդ քայլը անելուց չունես դու չգիտես դա ուր է։ Այդ քո վերած օրինակով ես ինչ հասկացա, որովհետեւ խոսքը ոչ թե անհատի թակավորի մասին, այլ անհատների, որոնք են ստեղծեցին համակարգ։ Երևի թե այդ անհատների մասին ես վստահ եմ, եթե լինի շանս մեզ համար այն շանսը որ 18 թվին եղավ ու մենք դա չօգտագործեցինք, որովհետև զավթեցին ուղղակի այդ շանսը, այդ հնարավորությունը մեզանից վերցրեցին։ Բայց համոզված եմ, եթե լինի մի հատ նորից հնարավորություն վերսկսել այդ վերջնական այդ հեղափոխությունը բերել իր իսկական ոնց որ ինչի համար է ինքը արվել, որովհետև մենք ուզում ենք ավելի լավ հասարակություն ունենալ, ամուր ապրել, ամուր զգալ մեզ հպարտ ապրել մեր հայրենիքում, դա էր նպատակը։ Եթե այդ շանսը նորից տրվեց, ես չեմ կասկածում, որ այդ անհատները, որոնք որ այսօր ամեն մեկս լուռ իր գործն է անում ու դեռ հավատը չի կորցրել, որ մենք ոտքի կկանգնենք, իրանք ասպարեզ կգան կնստեն այդ կլոր սեղանի շուրջը կփորձեն որտեղ այդ մարդիկ հավատում են որ ամեն ինչի որ կորցված է բայց այդքան անընդհատ մարդկանց քամել անընդհատ այդ ստրեսի մեջ պայել ու անընդհատ այդ պրեսինգը անդադար ինքը իհարկե դեմոտիվացնում է մարդկանց ու դժվարացնում է այդ։ Ես անձամբ չեմ պատկերացնում մենք ուր են գնում այս բանին։ Որտեվ չկա ինձ համար հստակ նպատակ։ Ամենակարևոր հարցի պատասխանը ու ինչի համար ենք մենք։ Այդպես հային միշտ մենք ունենք հայերենի մեջ բառ արև տուր, չէ՞, ար եւ տուր։ Իրականում սխեման պարզ է, մի տեղից դու ավելի էժան առնում ես, մի քիչ ավելի թանկ վաճառում ես, արանքում աշխատած գումարդ էլ քո վաստակն է։ Հիմա հարց եմ տալիս, հայը որպես ազգ արևտուր է, թե ստեղծագործող ազգ է։ Իր ուժեղ կողմը որտեղ է, ինքը ինչով պիտի զբաղվի, ինքը պիտի արևտրով զբաղվի, թե պիտի ստեղծի, արժեքներ ստեղծի, փորձի Ես չեմ ասում, որ արևտուրը կարևոր չի, բայց դու քեզ ոնց ես ընկալում, դու արևտրական ես, այսինքն եթե վաղը չեմ ուսոր այդ նույն արևտուր անողը, որը որ գնացել է էժան, առել է մյուս տեղ ավելի թանկ վաճառում է, դա գաս ասես էլ մի հատ այդ քո վաստակած գումարի կեսից ավելը տուրինց, ինքը տենց ավելի հեշտությամբ կհամաձայնվի, քան այն գյուղացին, որը որ ամբողջ տարին չարչարվում է այդ բերքի համար, իրանից դու այդ գումարը տենց հեշտությամբ չես վերցնի, որտեղ ինքը քրտնել է դրա համար, պայքարել է, ստեղծել է մի բան, իր համար ինքը հողի հետ աշխատել է, ինքը շատ տառապել է այդ գումարը վաստակելու համար, ինքը տենց հեշտությամբ չի հանձնելու դնի դեմդ ասի վերցրը, իսկ ստեղ մի քիչ ավելի հեշտ է դա անել։ Իսկ այստեղ իմ համար դա միայն հարցերից մեկն է, ու այդ հարցերով պիտի զբաղվեն մարդիկ, որոնք որ այդքան լայն տեսադաշտ ունեն, այդքան կարդացված են, գիտեն, կարդացել են աշխարհի լավագույն փիլիսոփայությունը, որ ստեղծվել է, որտեղ որ էլի դասեր կան սովորելու, հասկանալա պետք ինչի մենք նախ հասկանանք ոնց մենք հայտնվեցինք այստեղ, այսպես ինչը բերեց, որտեղ են սխալները եղել եւ այլն, այս վերլուծողական շատ կարևոր աշխատանք պիտի արվի, որպեսզի հասկանանք այդ ճգնաժամի պատճառները ու հնարավոր ելքերը։ Դրա համար կարևոր է որ բոլորը խոսեն դրա մասին, նաեւ մշակույթի մարդիկ, քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, տնտեսագետներն են, պիտի խոսեն դրա, բոլորը պիտի խոսեն դրա մասին։ Դրա համար հարթակ է պետք ստեղծել։ Ու պետության համար դա պիտի կարևորագույն հարցը լինի։ Որտեվ նույն կրթության մեջ եթե տեսնես, չէ՞, նայ հետաքրքիր ֆենոմեն կա։ Մենք վերջի 30 տարվա ընթացքում նույնիսկ ավել չենք ապահովել սերունդից սերունդ փոխանցվող գիտելիք։ Դասախոսները դրա փոխարեն որ արդեն դե իրանք գիտեն որ մի քիչ ծերացել են, արդեն էներգիան պակասել է, մի քանի տարի հետո այլևս ինքը չի կարողանա շարունակել
կրթել ուրիշներին, ինքը մեկը չի ապահովում իրանից հետո եկող մեկին փոխանցել այդ ամբողջ գիտելիքը, որ գա իր տեղը զբաղեցնի ու շարունակի իր աշխատանքը։ Ամեն մեկը սենց փակվել է, իմնա չեմ տալու, չեմ կիսվելու, մենք չենք անում դա։ Իսկ դա շատ կարևոր է, որովհետև ինչ որ պայծ դու չես ազգային բնավորություն, ինստիտուտ հասկացողությունը հենց դա է, որ դու հասկանում ես, որ անհատը ստեղ համակարգի մեջ աշխատում է, ինքը կուտակել է գիտելիք, իր գործը այդ գիտելիքը փոխանցել հաջորդ սերնդի, որ իրան կան փոխարինեն ու շարունակի այդ ինստիտուտը շարունակի գործել։ Այդ շատ կարևոր բան է։ Տենց ա եղել խորհրդային ժամանակ, երբ որ ամեն հաջորդ սերունդը ներքաշել է այն ամբողջ գիտելիքը, փորձել է կայանալ, մեծերն էլ օգնել են ավելի երիտասարդներին, ավելի վստահ զգալ ու շարունակել իրենց աշխատանքը։ Այսօր այդ թելը կտրվել է։ Ու մենք ունենք ուսանողներ, որոնք որ գուցե կուզենան դրանից է բխում այդ շատ տարօրինակ երևույթը, երբ որ դու մարդը նոր համալսարանը ավարտել է, մենք սկսում է դասավանդել։ Ախր դու բան չգիտես, դու ի՞նչն ես դասավանդում։ Ոչ կյանքի փորձ ունես, ոչ կայացել ես որպես մասնագետ, հոп դասախոս է դառել, ինքը երեխա է 20 տարեկան։ Ինքը սկսում է ի՞նչն ես դասավանդում։ Դա էլ է այդ ոնց որ էլի լակմուսային թուղթը ինչա կատարում կրթական համակարգի մեջ, որտեղ չկա շատ կերպարվեստի դեպքում ակնհայտ երևում օրինակ հայտնի Ռեպինի ինստիտուտը, որ արվեստի ակադեմիան է Ռուսաստանում, մինչև այսօր այդ ապահովում են այսինքն սերունդից սերունդ փոխանցվող գիտելիքը, իրանք ձի են ուզում նկարան, ձի են բերում, իրական ձի են բերում, նստում են ուսանողները ձի անատոմիա են ուսումնասիրում եւ այլն։ Իրաց մոտ այդ թելը չկտրվեց, իրանք այդքանով համարեցին դա կարևոր։ Իսկ մենք բաց թողեցինք, ասացինք ինչ եղավ էս։ Երբ որ դու ինքնահոսի վրա ես թողնում, դա է լինում։ Պետք է անընդհատ վերահսկել։ Ռոբերտ, մեր տեսակի բարդությունը ինչով է պայմանավորված։ Այլ մի անգամ ասացիր, որ մենք մեր այբուբենն էլ մեր նման բարդ է։ Ինչու մենք այդքան բարդ ստացվեցինք։ Ինչի ձևավորեց հայ ժողովրդին, հայ ազգին։ Նախ ինձ թվում է մեկը ամեն դեպքում մեր աշխարհագրական դիրքը, որ մենք անընդհատ այդ բուֆերն ենք եղել արևելք, արևմուտք։ Հղկվել է այս ազգան անընդհատ այդ սիրտը տնտեղ է տանում, ուղեղը տնտեղ է տանում, դու չես կարողանում բալանսը գտնես։ Ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն։ Ինձ թվում է նաև ինչու ոչ գենետիկ կառուցվածք, որը որ չգիտես ինչի այդքան դոմինանտ է մեր մեջ, հա։ Ինձ թվում է մեր արյունը չի թարմացել հաճախ, հա։ Մենք անընդհատ նույն գենոմը անընդհատ այսպես իր մեջ էփվել է, դարձել ենք ոնց որ այն ծերուկները, որոնք որ արդեն կապը կորցնում են իրականության մեջ։ Իրանց հետ շատ հեշտ է, այնց շեղել իրանց, որտեվ չկա այդ պայծառ ուղեղը չկա, որ լավ գիտակցում է իր այդ ինչա կատարում։ Մենք ծեր ազգ ենք։ Դա հներից ենք։ Եթե ոչ ամենահինը։ Դա պարզ է, չէ՞, որ խնդիրներն էլ նման կլինեն։ Սա հեշտ է զուգահեռ տանել մարդու հետ։ Սենիլ են դառնում, լավ չեն հասկանում ինչա կատարվում։ Արդեն մարմինն էլ արդեն չի կողմ, այդ բոլոր խնդիրները, հա, հավաքական սոց մի հատ պատկեր է։ Ոնց որ էդ է։ Հիմա ինչով ես դա դու փոխարինելու դա։ Ոնց օգնես այս մարդուն վերածնվել։ Նոր հայը, ինչ հայ պիտի լինի։ Ու մեր երեխաները, հա, ոնց իրենք են, չէ, ապագան վերջ-վերջը։ Իրենք են ապրելու այս երկրում, ինչ երկիր։ Բայց հետաքրքիր որ գենի մասի խոսիր, ես դա համարում ճակատագրի հեգնանք, օրինակ կողքի հարևան մեծ պետությունը Թուրքիան, որ հիմնականում հայկական եւ հունական գենի կրողներ են ըստ էության, իրենց մեջ 15% այդ ալթայան գենը, շատ եմ կարդում այդ նյութի շուրջ ուսումնասիրություններ, բաներ կան, որ կարդում եմ։ Իրանք մեծ մասամբ բնականաբար չգիտեն հիմա չէ բաներ գնում են, չէ, բացահայտում, բայց ըստ էության իրանք հայերի եւ հույների գենի կրողներն են մեծ մասամբ։ Այո։ Հայեր եւ հույներն են։ Այո։ Բայց այս գաղափարախոսությունը այնքան ամուր է, այդ ամեն ինչը, որ իրանք արդեն լրիվ ուրիշ ազգ են։ Այո, իրանք շատ լավ, բայց իրանք ուրիշ են։ Իրանք շատ լավ արեցին այդ ժամանակ, երբ որ դա պետք էր անել ու պետությունը ստեղծվեց, այն ժամանակակից Թուրքիան, Օտոման կայսրության փլատակների վրա
շատ ուժեղ գաղափարախոսություն, որը որ վերջի վերջո նաև շատ պրոբլեմատիկ է, որտեղ շատ երկար ժամանակ այդ էր թեզը Թուրքիան թուրքերի համար, միայն թուրքերի համար։ Դու չէիր կարողանում Թուրքիայում լինել որևէ ուրիշ ազգությամբ, դու թուրք ես, ուրիշ բան չես։ Քուրդ ես, չէ, դու թուրք ես, հայ ես, չէ, դու թուրք ես։ Ու շատ խիստ վերաբերվել են բոլոր փորձերի հետ, որոնք որ ինքնա ճանաչողության փորձել, բայց դե մի րոպե, ոնց որ թե այդքան էլ թուրք չեմ, դա կասեցվում էր ամենասկզբից։ Հիմա սկսել է վիճակը փոխվել, որտեղ մարդիկ սկսել են հայտնաբերել, որ դու մի ասա, այդքան էլ թուրք չեն գենետիկայի տեսանկյունից, հա, բայց գաղափարախոսությունը շարունակվում է։ Թուրքիան հզոր պետություն է, որտեղ ինքը թուրքերն են։ Որոնց այդ ազգային ինքնագիտակցությունը միևնույնն է կա։ Դա սերմացվում է։ Նույնը հрьяաների մոտ իդեպ absolute նույն վերաբերմունքն է։ Ուղղակի չկա այդ բանը, ֆաշիզմը չկա։ Թուրքիայի դեպքում դա ֆաշիզմ է, ուրիշ բան չի։ Իսրայելի դեպքում դա ֆաշիզմ չի, ուղղակի մարդիկ լավ հասկանում են, որ իրանք ունեն պետություն, որը միակ երաշխավորն է իրանց ապահովության, ուրիշ բան չկա։ Այս սահմանների մեջ իրենք պիտի մնան ու շարունակեն ապրել ու ստեղծեն, շարունակեն իրանց քաղաքակրթությունը, որը որ էլի հներից է։ Իսկ կարող եք զուգահեռներ այստեղ անցկացնել, օրինակ հայերի եւ հрьяաների պարագայում այդ քաղաքակրթություններին պատկանելու մասն իրենց որ ընտրություն է ինչ որտեղ, էլի։ Չէ, օրինակ Իսրայելում հիմա ապրել է, դա ինչ որտեղ նաև ընտրություն է։ Դու ուզում ես այդ բարդությունները կրել, դու ուզում ես այդ ամեն ինչը շարունակել։ Կարծես Հայաստանում էլ է այդպես դառնում։ Եվ մի մասը Հայաստանից օրինակ որ գնում են, իմ կարծիքով չեն գնում, որովհետև իրենց ֆինանսապես այստեղ շատ դժվար է ապրել։ Այստեղ ընտրության հարց կա։ Դու արդյոք այն ամեն ինչ որ հասկանում ես, գիտես, քո ժողովրդի պատմության մասին ուզում ես կրել ու շարունակել։ Արի մի հատ փորձենք քո հետ մի հատ շատ բարձ բան անենք։ Փորձենք պրոյեկտենք այդ ինչով որ դու հիմա ասեցիր։ Հիմա պատկերացրա որ այն ինստիտուտները, ու այն մեխանիզմները, որոնք գործում են Իսրայելում, վաղվանից սկսեն գործել Հայաստանում։ Ինչա մեզ հետ լինելու։ Անկախ դրանից վարչապետը ով է, քանի դատական գործ կա իր դեմ, ինչ այնք անկախ այդ ամեն ինչից, կա հզոր ինստիտուտ, որը ունի մենակ մի նպատակ՝ բերել մարդկանց որոնք որ գան ու ապրեն իրանց երկրում, իրանց հողի վրա։ Անկախ դրանից դու հրյա ես Ավստրալիայում, չգիտեմ, որտեղ կապ չունի, նույնը հայերը անեին։ Լիներ այդ ինստիտուտը, որը որ օր գիշեր աշխատեր մի նպատակով բերել ստեղ կրթված, խելացի, նույնիսկ ոչ կրթված ու ոչ խելացի հայերին բոլոր աշխարհից բերել ու բնակեցնել այս երկրում։ Չես կարծում, որ բավականին շատ բան կփոխվեր մեր մեջ, ստեղ ապրող մարդկանց մեջ, եթե մենք տեսնենք, որ պետությունը ասում են, ինձ կապ չունի դու ով ես, ունես կրթություն, չունես, քանի տարեկան ես, դու իմն ես։ Արի, էսա քո հողը, արի ապրի ստեղ, կառուցի ստեղ, տունը չինի ստեղ։ Մենք կօգնենք քեզ, ամեն ինչով կօգնենք, առաջի տարին ամեն ինչ կապահովենք քեզ, որ դու կարողանաս ոտքի կանգնես։ Եթե այդ մեխանիզմը գործեր Հայաստանում մեր աշխարհայացքը ու մեր ընկալումը պետության ամբողջովին ուրիշ կլիներ։ Կտեսնենք, որ շարունակական աշխատանք ու կսկսեր բան փոխվել։ Որտեվ կգային մեծ քանակով մարդիկ, որոնք որ այս պայից արդեն կլինեին այս պետության քաղաքացիները ու կանեին, կվճարեին իրենց հարկերը, կկառուցեին, կշինեցնեին այս պետությունը։ Իսրայելը միջև այսօր իր ստեղծված առաջի օրվանից միջև այսօր շարունակում է դա անել։ Մեկ էս բարձ օրինակ սխեմայի Եվ կապը Սփյուռքի հետ, իրենց Սփյուռքի հետ։ Իսկ այսօր մենք տեսնում ենք ինչ է կատարում Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, իսպառ։ Այո։ Կարելի ասել բացակայում։ Այո, Սփյուռքում լրիվ ուրիշ գործընթաց է հիմա գնում, այնտեղ չեն հասկանում ինչա կատարում, այստեղ ու չգիտեն ինչ անել, չեն ուզում համագործակցություն հասկանալ։ Էլի համակարգման հարց է, որտեղ այստեղ չեն համակարգում։ Համել հետո իրանք տեսնում են, որ ոնց ենք մենք նստած ճյուղի վրա սղոցում են նույն ճյուղը, որի վրա մենք նստել ենք ու իրանք անզոր են որևէ բան անել, որովհետև չգիտեն ինչ անեն։ Ոնց համոզես այս մարդկանց մի սղոցեք այս ճյուղը, որի վրա դուք նստած եք։ Ախր մենք կողքից նայում ենք, մեզ ավելի լավ է երևում։
Դուք ես սրա մեջ չեք հասկանում ձեր հետ ինչա կատարում։ Գուցե դա, բայց չի սփյուռքը տոտալ հիմա բոլոր կապերը համարը խզվել են սփյուռքի հետ։ Այն ինստիտուտները, որոնք պետք է որ այդ կապը ապահովեն ալևս չեն գործում, դա ոնց որ Հայաստանի Հանրապետությանը սփյուռքը ընդհանրապես հետաքրքիր չի։ Ոնց չեմ հասկանում, անկարելի է ինձ համար դա։ Իսրայելը շատ լավ օրինակ է այդ տեսանկյունից։ Ու ես կարամ շատ տենց օրինակներ բերեմ, պետք չի անիվ հորինել։ Երկու ազգ, որոնք շատ նման են իրար, էլի հին ազգեր են, բայց ինչի իրանց մոտ, իրանք սենիլ չեն, իսկ մենք սենիլ ենք։ Ինչի, որովհետև իրանք անընդհատ մարդ են բերում, որը տատիկն է հրյա, արդեն բավարար է, իր մեջ այդ գենոմը ուրիշ գենոմը շատ կա արդեն, ինքը գալիս է ու քո արյունն է թարմացվում անընդհատ, տաղանդավոր երեխեք են ծնվում, շատ էներգիա է գեներացվում դրա հաշվին։ Հիմա եթե նույնը արվեր 18 թվականին բոլոր դռները բացվեին ու ասեին արեք, մենք կապահովենք ձեզ այդ ամեն ինչ որ անհրաժեշտ է, որ դուք կարողանաք ոտքի կանգնեք, արեք, օգնեք մեզ պետություն կառուցել, հզոր պետություն։ Այդ Հայաստանը, որի մասին մենք միշտ երազել ենք, սա ձեր հնարավորությունն է, եթե դա արվեր, մենք այսօր ուրիշ տեղ ենք լինելու, բայց դա չարվեց։ Ինչի էլի աթոռի խեղճ աթոռը, որի վրա նստել են ու չեն պատկերացնում իրանց կյանքը առանց այդ աթոռի, այնց է դա։ Հիմա բոլորս հասկացանք, որ հիմա իրենց միակ խնդիրը դա է, պահել աթոռը, ուրիշ որևէ բան չկա, ես չեմ տեսնում։ Չկա ու չի եղել, ճիշտն ասած։ Մենք հիմա չէ, ես շուտվանից եմ հասկացել, որ դրա մասին էր ընդհանրապես ով է հասնելու այդ աթոռին։ Այդ աթոռը հենց այդ պատճառներին չէ, այդ աթոռը վառվեց։ Հա, հիշում եմ այդ հայրենիքի պաստառը ստեղծելու ժամանակ, հա, դրանով էր այդ սիմվոլիկ քայլը կարևոր։ Ռուբեն, իսկ դու Իսրայելում ապրում ես, այդ ապրել այնտեղ, քեզ այդ տարիները քեզ ինչ տվեցին այնտեղ, երբ որ դու առաջին անգամ եկար Հայաստան, ինչ բացահայտեցիր քեզ համար այնտեղ ապրելուց հետո, ինչ որ շատ անընդունելի էր։ Հա, ես ինձ որ հարցնում էին, ես ասում էի վերցրեք Իսրայելը հետ 40 տարի rewind արեք, կստանաք այսօրվա Հայաստանը։ 40 տարի հետ գնացեք։ Այ մենք հիմա այդտեղ ենք։ Հիմա այդ ժամանակը մի քիչ կրճատվել է, իհարկե չէի ասի, որ Հայաստանը հիմա 40 տարի առաջ Իսրայելն է։ Բայց ես շոկի մեջ էի, ճիշտն ասած։ Ես 10 թվականին Երևանը ուրիշ քաղաք էր, 15 տարի առաջ։ Բավականին ինձ համար պրոբլեմատիկ։ Շատ բան ա փոխվել, բաներ կան, որ դեպի լավը, շատ դեպի վատը, բայց այնտեղ լրիվ ուրիշ հոգեվիճակ էր, բայց մի բան կարամ վստահ ասեմ, որ եթե դու այնտեղ ես ապրում ու դու այդ հասարակության մի մասն ես, դու իրենց համար նույնչափ կարևոր ես, ոնց որ մնացած բոլորը համակարգը տեսնում է քաղաքը մարդու մեջ, ամենակարևոր իր համար ամեն ինչ արվում։ Դա տենց է դրված, անկախ դրանից ով է ղեկավարում ինստիտուտը։ Համակարգն է տենց դրված, առաջի հերթին մարդը, մարդու ապահովությունը մեկ, երկրորդը դա կորոնայի ժամանակ այդ բարձ երևում էր, մայրիկս միջև իմ այնտեղ ապրում, ասում է ամեն Աստծո օր առավոտ իմ դռան դիմաց դրած էր ամեն ինչ ինչ որ ինձ անհրաժեշտ է, ոչ մեկին ես չեմ խնդրել դրա մասին։ Պետությունը դա ապահովել է, որտեղ հասկանում է, որ տարածքին է, չի կարա գնա, կբերեն, կդնեն դռան մոտ, դուռը տել կծեցեն, կասեն ինչով օգնենք։ Ինչա պետք ձեզ։ Այդտեղ է պետությունը վերաբերմունքի մեջ է իր քաղաքացիների հանդեպ անկախ տարիքից 2 տարեկան ես թե 90։ Այդտեղ է երևում դու ով ես, ոնց ես դու վարվում է մարդկանց հետ, ովքեր արդեն կենսունակ չեն, ու դժվար է։ Հիմա արեք նայենք մեր թոշակառուների հետ ինչ կարողացան կառուցել, ամեն ինչ հիմա էլի դրան։ Այսինքն աղքատը ավելի աղքատանալու, հարստը ավելի հարստանալու դրա վրա է դրած, իսկ մնացածը կարևոր չի։ Էլի գալիս ենք դրան, էլի, վերջ։ Այդ ստի, այդ
էպիկ ստի աստիճան երբ որ քեզ ասվում էր որ դուք ամենակարևորն եք մարդն է ամենակարևոր մեզ համար ու արվում էր դրա լրիվ հակառակը շարունակում արվել դրա լրիվ հակառակը այդ արդեն էպիկ սուտ է էլի ու ով որ աչք տեսնի թող ունի թող տեսնի ով ականջ ունի թող լսի ով չունի մեղքը իր գլուխը Ռուբեն փոքր անցում անենք հիմա տեքստերին, այ Հայաստանի մասին գրված լավագույն տեքստը, որ երբևէ դու կարդացել ես ու գրել ես կամ կուզենայիր գրել։ Լավ բնորոշող ասեմ։ Տեքստը Օտարի կողմից գրած Հայաստանի մասին։ Չէ, կարող է Հայի կողմից, Օտարի կողմից, ըստ էության դա կարևոր չէ, որովհետեւ շատ է բնորոշում կամ տողերը։ Որովհետեւ տեքստը մեծ առումով հիմա դժվար լինի, շատ կան։ Այդքան շատ կան։ Մեր ամբողջ պոեզիան դա այդքան քիչ գիտենք մենք իրականում ու Ես ավելի բնորոշող հայերին ու Հայաստանը, բայց իրականը ոչ թե այն ինչ որ հիմա են ասում իրական, այլ իսկական որ Հայաստանի մասին է իսկապես։ Ոայ շատ դժվարանում եմ այդ հարցին պատասխանել։ Երևի ամեն դեպքում հետ կգամ այն ամենակարևոր գրքին։ Նու ես հիմա Նարեկն եմ գրում։ Արդեն տարի ու կես համարյա 2 տարի Մատյան ողբերգությանը մեծ պրոյեկտ է շատ գրափարով դժվար շատ դժվար տեքստ է տիեզերական գեղեցիկ ու ինձ համար բավականին պրոբլեմատիկ որովհետև ես բովանդակությունը իր արտաքին ֆորմայի հետ անմիջական կապ ունի իհարկե ու ես չեմ կարող անընդհատ շեղվել ու թարգմանել գրափարից աշխարհաբար որպեսզի հասկանամ ինչա գրված ես իրան շատ ավելի ինտուիտիվ եմ գրում ինտուիտիվ եմ զգում գրելու ժամանակ բայց ես կասեի ամեն դեպքում ես կասեի ամենակարևոր գիրքը մեզ համար հիմա այս պահին երևի պիտի Սասնա Ծռերը լինեն այդ էպոսը պիտի լինի որը պիտի խորը ընկալվի մարդկանց կողմից ու դասեր քաղվեն որովհետև այդ պատմության մեջ այդքան շատ օրինակներ կան, որոնք քեզ ակնհայտ բաց տեքստով ասում են, այս կանես էսա լինելու։ Եթե դու դասերը չես սովորում, դու դատապարտված ես նույն սխալները կրկնելու։ Մենք շատ այդ գիրքը չի, որ մենք պիտի ուղղակի sense դնենք բանի վրա, այդ գիրքը պիտի մեր սեղանի վրա լինի, մենք անընդհատ պիտի այդ գիրքը կարդանք ու հասկանանք նորից ու դասեր քաղանք այդ գրքից։ Սա ուղղակի պատկեր չի, որ կախես պատից նայես ու ասես, որ մենք sense բան ենք գրել։ Այդ տեքստը ամենակարևոր տեքստերից մեկն է, գրված Հայի կողմից իր մասին։ Նու տեքստ չէ, պատմությունը, դա իհարկե գրի արվել։ Մատյանը իհարկե լրիվ ուրիշ պատմություն է, դա մեզ համար շատ ավելի այսօր չեմ ասում իհարկե այս ճգնաժամի հոգևոր ճգնաժամի ժամանակ վստահաբար Նարեկացին շատ կարա օգնի մեզ եթե մենք այդ տեքստը կարդանք նորից վերընթերցենք ու փորձենք իրան գոնե ինչ-որ մի ձևի մեր կյանքի մի մասը լինի նա Իդեպ շատ հետաքրքիր է, որ օտարները մեզ մասին շատ հաճախ շատ ավելի խոր ուսումնասիրություններ են անում, քան մենք մեր մասին։ Մենք իրենց համար ավելի հետաքրքիր ենք, քան մենք մեզ ենք հետաքրքիր։ Դա պարադոքսալ բան է։ Հայը միշտ եղել է այդպես երբ որ հանդիպել են, երբեք չեմ մոռացել, որ հայի են հանդիպել, հայը հետ կա թողել։ Հայաստան այցելությունն էլ չեն մոռանում, հետաքրքիր է, թե էկզոտիկա է, չգիտեմ իրենց համար, թե ինչ-որ ամեն դեպքում ինչ-որ հոգևոր բան կա, որ Կա։ Նույն բանը է, որ չգիտեմ, դրսից եկած մարդիկ Մասիսն են տեսնում ու ապշում են ամեն անգամ։ Հետո գիտակցությունը գալիս է, որ դա ընդհանրապես մեր սահմանի մեջ էլ չի։ Ամենակարևոր խորհրդանիշը, որ դու ունես, սահմանից անկոմ անհասանելի է քեզ համար։ Ինքը ինձ համար ժամանակի մեքենա է։ Երբ որ ես լեռան վրա եմ նայում, ինքը ինձ տանում է լրիվ ուրիշ տեղ ժամանակի մեջ։ Կտրում է այս իրականությունից, հա իմ հոգին երևի է ժամանակից չի։ Չգիտես ինչի ես չեմ ուզում իմ այստեղ լինեմ, ես ուզում եմ վերադառնամ այդ պարզությանը, որը որ
հայկական պոեզիայի մեջ այդտենց ակնհայտ պարզուլալ ձևի է նկարագրված հայ այդ դաշտը, ցորենը, այդ հողը, ծառը, այդ ջուրը, այդ պարզությունը, որը որ թվում է այս բան անհասանելի արդեն, բայց չեմ հավատում, որ չեն կարող մենք Ես հավատում եմ, որ կարող ենք պետքա մեր մեջ այդ կամքի ուժը գտնենք ամեն դեպքում, հա, պետքա հասկանալ ինչ է այստեղ։ Ռուբենայի հիմիկո Հայաստանի համար 3 կարգախոս բառերը, որոնք կարող էին լինել, որ այդ կարգախոսով մենք դեմ ֆրանսիական հեղափոխությունը հիշելով էլ է։ Եթե ցած մտածենք, որ մեր 3 կարգախոս բառերը։ Իրանք այդ բառերը իհարկե մեր դեպքում ուտոպիայի կատեգորիայից են, հա, որտեղ միասնականությունը ուտոպիա է մեզ համար, բայց դա չի նշանակում, որ չպետք է դրան ձգտենք ու քայլեր անենք, որպեսզի դա այդ բառերի իմաստը հենց դրա մեջ է, նշաձող է։ Ֆրանսիացիները ինչ արեցին, չէ՞, ասացին, այդ պրիորիտետներն են, այդ առաջնայնությունն է, ինչն է քո համար կարևոր, իրանց համար կարևորը դա էր։ Ազատություն, եղբայրություն, հավասարություն։ Մենք այդ հետաքրքիր հարց է։ Այդ հարցը պետք է տալ մարդկանց փողոցում, ուղղակի կանգնեցնելու ասել, 3 բառ ասեք, որն եք համարում կարևոր բոլորիս համար, էլի, որտեղ իրանք են այդ բեյսը լինելու, որից կարելի է ինչ-որ մի հատ նույնիսկ թվում է համախմբվել է երևի ամենակարևոր բանն բոլորիս համար, որտեղ ճգնաժամի ժամանակ դա միակ ճանապարհը, միակ ուղին այդ համախմբված վիճակն է, որը որ հայերի դեպքում շատ բարդ է բոլորին համոզել հատկապես, երբ որ արվում է ամեն ինչ, որ պառակտվի ժողովուրդը ու չլինի այդ միասնականությունը, հա։ Մշակույթ էլի, երևի, կրթություն մշակույթ։ Ես դա կասեի, որտեղ ես նախ դա իմ գործն է ու ես դրանով եմ փորձն է ապացուցում, ինչ կցանես, այն էլ կհնձես։ Դա կյանքի օրենք է։ Կրթությունը այդ ցանելն է։ Ինչ ենք ցանում մենք հիմա, դա էլ հնձելու ենք։ 30 տարի առաջ ոչ թե ցանել էին, ցանելը ուրիշ բան է, օղը բարում ես, սիրով ամեն մի ցորենը դնում ես, որ ինքը ասուղակի այսպես էր ցանելը այդ ժամանակ, աճեց սա, պետք է գոնե դա, այդքանը հասկանանք, էլի, այդքան պարզ երևում է, արեք հասկանանք ոնց անենք, որ հողը մշակենք, լավ մշակենք, այդ մոլախոտից իրան ազատենք, պարզ բան էր, օրինակ վերցրա հեռուստատեսությունը, չէ՞, պրոպագանդայի ամենահզոր ալիքը, միջև այսօր ես չեմ կարծում, որ ամեն դեպքում ինձ թվում է, որ մարդկանց բավականին խոշոր զանգված է նայում է հեռուստատեսություն։ Երիտասարդները կարող է այդքան էլ չէ արդեն, բայց մեկը ինքը կա ու անընդհատ այնտեղ ինչ-որ բաներ են ասվում, ինչ-որ բաներ են ցույց տալիս, հեռուստաալիքներ կան եւ այլն, մարդիկ նստած այնտեղ ինչ-որ մի բան կատարվում է։ Այ այդ աղբը հանեք այդտեղից ու միայն լավը ցույց տվեք։ Տեսնեք, մի տարի հետո ոնց է սկսում բան փոխվել մարդկանց ուղեղներում առաջի հերթին, հա, դու առաջ պիտի դադարես աղբ լցնել մարդկանց ուղեղների մեջ։ Դե ասում են, չէ, հեղափոխությունն էլ է միշտ ուղեղների Full stop, այսինքն կտրեք ուղղակի։ Չկա նյութ ցույց տալու, դասական ֆիլմեր ցույց տվեք։ Երգ չկա նվագելու, կոմիտաս միացրեք։ Չկա, այդքան լսեք, այդքան սերմանա մեր մեջ այդ տվեք այդ շանսը ժողովրդին, դադարեք լցնել իր ուղեղի մեջ աղբ ու կտեսնեք ինչ արագ է սկսում փոխվել ամեն ինչ, այսինքն բոլոր ալիքները, որ մենք ունենք, պետք է օգտագործել, հարթակներ ստեղծել, որ անընդհատ մարդկանց չթողեն քնեն, մարդիկ անընդհատ պետք է իրենց արթնացնել ու ասել մի քնի, կարևոր ժամանակ ենք ապրում, այդ որոշումները շատ կարևոր են մեր ապագայի, մեր երեխաների ապագայի համար։ Արեք զուլալ ուղեղով նայենք այդ ամեն ինչի վրա, վերլուծողական լինենք, փորձենք գոնե չկրկնենք նույն սխալները։
Եթե քեզ ինչ որ մեկը բան է ասում, այս բանը ամենալուրջ խնդիրներից մեկը դա է, հա, որ մենք չենք հավատում ոչ մեկին այլևս։ Այդքան մեզ խաբեցին, որ այսօր ես օրինակ ոչ մի պաշտոնյայի բերանից ոչ մի դուրս եկած բառին չեմ հավատում, չեմ էլ հավատալու։ Միջև չգան այն մարդիկ, ովքեր որ լեգիտիմացիա ունեն իմ աչքերի մեջ։ Երևանի քաղաքապետը, որը երբեք չի ընտրվել երևանցիների կողմից, ոչ լեգիտիմ է։ Ոնց կարան իր որոշումները լեգիտիմ լինեն, եթե ինքը ոչ լեգիտիմ ձևի է նստել այդ աթոռի վրա ու շարունակում է նստել այդ աթոռի վրա։ Բազմաթիվ օրինակներ կան։ Այդ լեգիտիմությունը կարևոր բան է, իդեպ sense թակավորը, չէ՞, դա նույն թակավորը, որը միշտ եղել է, ինչի են այդքան պայքարել, որ թակավորը լեգիտիմ ժառանգ ունենա։ Լեգիտիմությունը չափազանց կարևոր է եղել։ Հենա այն մեկին վերցրեք, նշանակեք էլի, պաշտոնը էլի։ Կարա սենց է լինի, չէ։ Կարևոր է այդ։ Այսինքն ինստիտուտը կարա աշխատի մենակ, եթե ինքը ունի լեգիտիմ կարգավիճակ։ Եթե քաղաքապետը լեգիտիմ չի, ոնց կարա մնացած ամեն ինչը լեգիտիմ լինի։ Այստեղ է խնդիրը, հա, ու մարդիկ պետք է այդքանը հասկանան վերջի իրանց ձեռքն է։ Եթե դանակը ոսկորին է հասել, սկսեք մտածել, սկսեք գործել, սկսեք գոնե մի եղեք պասիվ, անտարբեր։ Անտարբերությունը ամենը Ռուբեն Վարդանյանին ցիտեն, որը որ լավ ասեց այդ։ Ամենասարսափելի բանը անտարբերությունն է։ Մենք պիտի կարողանանք հային հանել այդ քնած վիճակից նորից իրան նշաձողը բարձր տեղ դնել, ոչ թե այսօրվա վիճակա ու նշաձողը այդքան ցածր է դրված, որ արդեն չգիտես տեղ չկա իջնելու, էլի, հակառակը բարձրացնենք, բարձր տեղ դնենք ու սկսենք իրան քարոզել, անverջ քարոզել, որ ինքը կարող է, ինքը լավն է, ինքը տալու բան ունի, սովորելու լիքը բան ունի ու տալու լիքը բան ունի, ու մենք կարևոր ենք, ու մենք պիտի շարունակենք լինել, ու մենք պիտի լինենք պիտի հավատանք մեր ուժերին, որ մենք կարող ենք անել ամեն ինչ, Հիմա շատերը որ կլսեն քեզ, հիմա կարծեն այդ հայի ինքնությունը ոնց որն է, դու քեզ համար ձևակերպել ես, բայց այն իսկական է, էլի, որովհետև հիմա շատերն են հարցում, ասում եք հայ, այդ ինչ է, ով է։ Հա, այդ շատ կարևոր հարց է, շատ կարևոր հարց է։ Դու քեզ համար ձևակերպել ես հարցի պատասխանը։ Անձնական մակարդակի վրա, այո, իհարկե, բայց որպեսզի մենք հասկանանք, ինչ գուցե իմ ասածը շատ սուբյեկտիվ է, հա, բայց եթե մենք ընդամենը որոշ ժամանակ ծախսենք, որպեսզի մենք ինֆորմացիա հավաքենք, այդ հայը ով է, միջին հավաքագրական հայը այսօր ով է։ Բավականին տխուր պատկեր է իրականում մտածում ես, հազիվ իր երկու լեզու հազիվ չէ, դե հայերենն էլ անգրագետ, մշակույթից տոտալ զրկված, փորով ապրող, ուղեղում սննկացած մեկն է, որը որ մենակ մտածում է ոնց անի, որ իրան լավ լինի, այդ մոտավորապես այդտենց շատ բավականին լղոզված, բայց տխուր պատկեր է, այդ պիտի փոխվի։ Մնալում ես երիտասարդների վրա ասում ես իրանց ուղեղը թարմ է, այնտեղ լիքը բան կա, որ կարելի է փոխել, դեռ կարելի է իրանց օրինակ է պետք ծառայել։ Իրանք տենց են սովորում։ Իրանք տեսնում են դու ոնց ես, ու եթե դու ապրում ես այն նույն օրենքներով, որոնք դու իրանց ես փորձում բացատրել ու ասել, տեսեք, սա կարևոր է, դու հայելային պատկեր ես դրա։ Եթե դու տենց չես ապրում, ուրեմն դու դեմագոգ ես։ Երկերեսանի ես, էլի, մի բան ասում ես, ուրիշ բան անում ես, իսկ մենք ունենք պետության ղեկավար, որը դրա վառ ներկայացուցիչն է, ասում է մի բան, անում է ուրիշ բան, լրիվ ուրիշ բան մտածում է։ Դե հիմա ոնց հավատաս այդ մարդուն, էլի։ Էլի այդ հարցերն են ու կարևոր է, որ մոդելը փոխվի։ Հիմա դրա համար պետք է ինֆորմացիա հավաքել, հասկանալ քո երկրում քանի հոգի է այս տարիքային խմբում, քանի հոգի է կրթվել, քանի հոգի է դուրսը կրթվել, մի հատ մեծ պատկերը տեսնել։ Այդ կարող է շատ վախենալու բան լինի այդ պատկերը, բայց պետք է իր վրա բաց աչքերով նայել, որպեսզի հասկանալ ոնց անես, որ այս մարդկանց հանես այդ վիճակի, ավելի բարձր տեղ տանես, դեպի լույս տանես իրենց, ինչա, պիտի հասկանաս սկզբից դու ով ես։ Ու հետո նշաձողը դնել ու ասել, այ դու ուզում ես ստեղ լինես։
Համաձայն եք, պետք է կոնսենսուս արեք, հարակվե անենք, բոլորս այդ ծրագրի շուրջ համաձայնության գանք, ասենք սրանից հետո մենակ սրա մասին ենք մտածում, մենակ այս ուղղությամբ ենք աշխատում։ Այդ տենց է հարց լուծվում, Լենա, ուրիշ ձև չես կարող անել, դա լղոզված բան չի կարա լինի, հստակ նշաձող, հստակ նպատակ ու ճանապարհ այդ նպատակին հասնելու համար։ Հետո այս մի նպատակ, հետո այս մի նպատակ, հետո սա առաջնահերթությամբ պետք է շատ խելացի մարդիկ ու իրանք կան, ոք իրանց մոտիկ չեն թողնում նման բան անելու համար, մոտիկ չեն թողնում, պետք է դուք հեռու մնացեք, կան լիքը Սփյուռքում, կան լիքը հայեր, որոնք համոզված են, հենց մենք կարողանանք այդ սեպը, որ մտել է մեր մարմնի մեջ անընդհատ մեզ քայքայում այդ սուտը հանենք, մենք կսկսենք նորից շնչել, կսկսենք նորից հավատալ, հա կարող է էլի սխալվենք, բայց գոնե կսովորենք մեր սխալներից, փորձենք ուրիշ անգամ ավելի լավ անենք։ Մենք պետք է այդ ամենակարևոր հարցը, իմ կարծիքով կարևոր հարցը։ Մեզ խանգարում է սուտն է խանգարում, անընդհատ այդ սուտը անդադար սուտը, որը լցվում է մեր ուղեղների մեջ, այդ շատ չի թողնում դու տեսնես իրական պատկերը։ Ցրնամ ես հեռուստացույց չունեմ, չեմ էլ նայում, մեկ-մեկ բայց աչքովս ընկնում են նյութեր։ Ցրնամ ես հանրային հեռուստատեսություն լրիվ ուրիշ Հայաստան է։ Իրական Հայաստանը լրիվ ուրիշ իրականություն, ուրիշ բան է, իրանց պատկերացը լրիվ ուրիշ բան է, ասում ես զուգահեռ իրականությունն է, ոնց է տենց լինում, հա, ալի մի հատ լավ գնացեք, ալի մի հատ իսկականը տեսեք, էլի։ Չեն անում, որովհետև պետք է մի հատ սիրուն նկարած պատկեր, որ ասեն, նայ, կոմոդ լավ է ամեն ինչ իրականում, էլի, օ լավ, հարստացել եք, լավ մեքենաներ եք քշում, էսա չափանիշը, հասկանում ես։ Չափանիշը քո լավ մեքենա քշելն է։ Դու այդքան փող ունես, որ գնում ես նոր մեքենա ես առնում։ Ուրեմն լավ են գործերդ։ Ստերի մասին խոսք չկա ընդհանրապես։ Բարոյականության մասին խոսք չկա։ Հավատքի մասին խոսք չկա, կարևորը լավ մեքենա քշես, ուրեմն գործերդ լավն է, քո մասին պետք չի մտածել։ Ոչինչ, մի չհարկերդ կբարձրացնենք հեսա, մի քիչ էլ հետո կբարձրացնենք։ Մի քիչ շատ խոսաս, ուրիշ մարդիկ կգան դուրդ կծեծեն, այդտեղ է գնում։ Ակնհայտ է երևում, արդեն արվում է։ Ես էլ եմ սկսում քիչ-քիչ կասկածել։ Այսինքն կարող գրես մի բան, վաղը կան ասեն բարև։ Հա, մենք հասել ենք դրան արդեն, արեք պարզ ասենք, էլի, տենց էլ կա։ Տղաներին, որոնք հարցազրույց են անում, տանում են նստացնում են դրա համար։ Ինչի, գիտենք պատմությունը, պետք չի հիմա մտնել դրա մեջ, բայց գիտենք ինչ եղավ։ Ու դա վերջի անգամը չի։ Ես կարծում եմ, որ այդ ռեպրեսիաները ավելի ու ավելի են լինելու այն մարդկանց հանդեպ, որոնք իրենց թույլ են տալի որևէ քննադատություն։ Այդ լավ ցուցանիշ է ինչքանով ինչա կատարվում։ Եթե քննադատությունը չի ընդունվում, քննադատության արձագանքը տենց է, լավ չի, լավ տեղ չի գնում այս ամեն ինչը։ Ու դրսից էլ են հիմա այդ սկսեցին նկատել, էլի, որ ժողովրդավարության բաստիոնը իրականում ավելի շատ Բերդի է սկսում նմանվել, քան բաստիոնի, էլի։ Դրան է գնում, այդ շատ վատ ցուցանիշ է մեզ բոլորիս համար, որովհետև վերջիվերջում մեզ ընկալում են որպես, հա, այն մարդիկ, ովքեր մեզ պետք է ներկայացնեն։ Ամեն անգամ այդ շարասյունը, որ անցնում է, սարսափում է, որովհետև իրանց մեկ է ով ինչ, թող սա սպասեն, մենք անցնենք, կապ չունի ինչա կատարվել, էլի, ուր գնաց այդ ամեն ինչը, որ մենք ժողովրդի մասն ենք, հեծանիվով գնալու ենք աշխատանքի, տեսանք հեծանիվները։ Ինչևէ, գիտենք, նորից եմ ասում, ով աչք ունի տեսնում է, ով ականջունի լսում է, գիտեն։ Մարդիկ գիտեն ու այդ ամեն ինչը ուղղակի չի կարա ցնդի օդը մի օր։ Սա մեր պատմության մի մասն է։ Ով որ տեսնում է, դա շատ ցավալի է։ Ցավացնում է, ցավացնում է։ Շատերը գնում են դրա պատճառով, որ չեն ցավացնում, ուժեղ ցավացնում է։ Ես ինձ համար փուճոր մի հատ ցած լուծում եմ գտել, գնացել եմ Օշականում գյուղում այդ տուն։ Եվ այդտեղ ունես գեղագրության աշխարհը նաև։ Այո, իմ գրքերն են այնտեղ, իմ աշխարհն է այնտեղ, ինձ մոտ ուսանողներ են գալիս այնտեղ, մի օր ես երազում եմ, երբ հա Մաշտոցի եկեղեցու կողքը գեղեցիկ
մաշտոցի արձան լինելու գուցե ոչ թե շատ սարսափելի բալգարկայով քանդակած մաշտոցը, որը վախացնում է երեխաներին ամեն անգամ որ տանում են ասում մամա ջան, էս սա է մաշտոցը։ Գեղեցիկ մաշտոցի քանդակ լինի այնտեղ։ Մի օր Աստծո կամքով ես կանեմ։ Ռոբերտ, սիրո մասին տեքստեր գրում ես։ Այդ թեման սիրո մասին տեքստեր գրում ես, որտեղ այդ թեման միշտ հիմա մնա բան է, չէ՞, սկսում ես ինչ-որ բաներ խոսալ, սա համար շատ ժամանակավոր է պատվում։ Չգիտեմ, օրինակ Քուչակ։ Քուչակը լրիվ սեր է։ Հա։ Թե ամբողջ հայկական պոեզիան կարծես դրանով լի է։ Հա։ Սերը շատ է, նաև ցավն է շատ։ Երևի դա է, որ մեզ տենց բնորոշում է ցավի, սերը ցավի հետ է միշտ կապված, հա, որտեվ հայը այդքան բարդ պատմություն է ունեցել։ Ուզում եմ հանգիստ մենք երբ որ դու կառուցողական աշխատանքով ես զբաղված, երբ որ դու չունես քայքայիչ ինչ որ էլեմենտներ անդադ որ հա ներսից չունես, դրսի հետ մենք միշտ կգտնենք լեզու։ Մեր վտանգը ներսից քայքայումն է, երբ որ քո ազգից մեկը հայկական անուն ազգանով հայերեն խոսացողն է քո դեմ աշխատում։ Այ վտանգը դեռ է միշտ է եղել դե բոլոր հայերը ովքեր որ մի քիչ պատմություն գիտեն, լավ հասկանում են որ ներքին թշնամին ամենավտանգավոր թշնամին է մեր դեպքում։ Բայց երբ որ դա չլինի ու դու կարողանաս այսպես ասես լավ, վերջ ես հիմա պատկերացնում եմ այդ ճանապարհը, ինքը ինձ համար հստակ ձևակերպված է, ես գիտեմ ինչա պետք է անել ու բոլորս կպնենք այդ գործին, մենք մի հատ նես խաղաղություն ենք գտնելու մեր հոգում համար, աշխատանքի մեջ, կառուցողական աշխատանքի մեջ, ստեղծագործող աշխարհի մաս լինելու, ուրիշների հետ կամուրջներ կառուցելու, խաղաղությունը կարևոր ու լավ բան է, չկա ավելի սարսափելի բան, քան պատերազմը, բայց դու պիտի արժանապատիվ լինես այդ խաղաղության մեջ, այդ խաղաղությունը արվում է քո երեսին թքելով, դու երբեք չես մերվի դրա հետ, դա երբեք խաղաղություն չի լինի։ Խաղաղությունը արվում է, հա, թշնամիները ինչ որ բայց պիտի նստեն խոսեն մեկը մյուսի հետ։ Ես հավատում եմ, որ հնարավոր է կամուրջներ կառուցել, բայց չպետք է լինի դա քո ինքնասիրության հաշվին, քո նա ասենց չասեմ, էլի, տենց շատ կոպիտ արտահայտվելով, երեսի թքելով, տենց չի արվում։ Ու եթե դու դա թույլ ես տալի, մի խաբի քեզ։ Դա խաղաղություն չի, դա դրա իմիտացիա է։ Ձեր մնացած ամեն ինչ այս բանին։ Ինձ թվում է, որ մենք կամաց սկսում ենք որպես հասարակություն ինչ որ ներքին process է գնում, որ ես շատ ուզում եմ հավատալ, որ բերելու է մեզ այդ բեկումնային կետին, երբ որ մենք կհասկանանք, որ մենք ընտրության դեմ ենք կանգնած, ինչ ապագա ենք մենք ուզում մեզ ու մեր երեխաների համար։ Ես ասել եմ մի անգամ, ու նորից կասեմ, ես ուզում եմ ապրել ազատ արժանապատիվ իմ հողի վրա, իմ հայրենիքում։ Ես դա եմ ուզում եմ նույն բանը իմ երեխաների համար։ Արժանապատիվը շատ կարևոր ու ազատը էլի շատ կարևոր է այստեղ։ Ու իմ հողի վրա։ Որ ես գիտեմ, ես ամբողջ արյունով եմ, ամբողջ գենետիկայով եմ այդ հողի հետ կապված։ Այդ Միսակ Մեծարենցի մասին որ ես պատմեցի, ինչի է, ինքը Արևմտահայերեն գրած պոեմա, որի կեսը ես չեմ հասկանում, մեկ էլ ինձ տիեզերք է տանում է մի հատ ուրիշ տեղ, որտեղ որ ես մեկ էլ ինձ մի շատ ավելի մեծ բանի մասնիկ եմ զգում, որը չի ճանաչում սահմաններ։ Իր սահմանը այս հողն է, այս ջուրն է, այս լեռնաշխարհն է, որի մեջ ինքը կայացել է։ Ես դրա մի մասնիկն եմ, դու էլ բոլորս է։ Բայց դի լավը լինի, եթե ցեխի մեջ է ոսկին, որ ընկնում է ցեխի մեջ, ինքը չի դադարում ոսկի լինել։ Նրան ուղղակի պետք է անել ու ցեխից մաքրել, ինքը նորից կսկսի փայլել։ Մենք էդ ենք, արեք այդ ցեխից ազատվենք ու կսկսենք նորից փայլել ու հավատալ ու ունես բաներ ենք անելու, աշխարհն է զարմանալու, ես հավատում եմ դրան։ Ես գիտեմ, որ դա հնարավոր է։ Շանսա պետք տալ ես ազգին մի քիչ դուրս գալու ես ամենից։ Հա, երազել նորից։ Կոտրեցին մեզ, շատ կոտրեցին, շատ ցավացրեցին ու շարունակում են այդ անել։ Դե մենք մեր մեջ այդքան կամքի ուժ պետք է գտնենք, որ մեր թևերը բարձենք նորից ու սկսենք այդ սասնածռերի պես, այդ Սանասարի ու Բաղդասարի պես ուսուսին սասուն կառուցել։
հսկա բերդ որ գան նայեն, ասեն, «Էս ինչ է կարել, էս ո՞նց է կարել»։ Զարմանան, էլի։ Մենք կարանք ու կանենք։ Հուսով եմ։ Ռուբեն, վերջում քեզ մի քանի բլից հարց ունեմ տալու։ Եթե հնարավորություն ուներ մեկին վերակենդանացնելու, ում կվերակենդանացնեի։ Մեծ Ռոբին միանշանակ։ Ես ամեն ինչ կտայի այդ մարդու հետ նստեի խոսեի։ Ամեն ինչ։ Մեծ Ռոբին։ Որ պատմական ժամանակաշրջանը կուզեիր անձամբ տեսնել։ Բաբելոնը։ Լեզուների ամենասկիզբը, խառնելու։ շատ հետաքրքիր է։ Արցախում երբ ես եղել վերջին անգամ։ Պատերազմից 2 օր առաջ։ Ես վերադարձել եմ Արցախից ու 2 օր հետո պատերազմը սկսվել է։ Ինչ ասել եք ես համար գեղեցկություն հայկական ձևով։ Չէ, կներես, ես պատերազմի ժամանակ էլ եմ եղել։ Ես Շուշի հանձնելուց 2 օր առաջ եմ եղել Արցախում։ Իսկ տեսել ես պատերազմը։ Տեսել եմ։ Լսել եմ ավելի շուտ, քան տեսել եմ, որովհետև երբ որ մենք գնացինք, Շուշին ամբողջային դատարկված էր, մարդ չկար այնտեղ, մի քանի զինվորական էին մնացել ու երբ որ մենք պատի վրա այդ ուտոպիան էինք գրում, որ հաղթելու ենք, ռմբակոծության ձայներ սկսեցին մոտենալ ու մոտեցան մեզ, մի քանի հոգի ասացին, որ վտանգավորա գնացեք հենց հիմա ստեղից, որտեղ Հադրութից սկսած ռմբակոծելով գալիս են դեպի Շուշի։ Այսինքն ես տեսել եմ, ես ավելի շատ լսել եմ, քան տեսել եմ, բայց հա եղել եմ Շուշիում երևի վերջի մարդկանցից եմ, որ տեսել է Շուշին հանձնումից առաջ։ Իսկ հայկական գեղեցկությունն ինչ է քեզ համար։ Շուշին դրա մի մասն է։ Տատիկս է Շուշիում ծնվել 1907 թվականին ու ես Շուշի վերադառնալուց տուն էի հետ գալիս։ Առաջի անգամ որ գնացել էի շշմել էի, ասել էի, այստեղ եղել եմ, ես գիտեմ այստեղ։ Գենետիկ հիշողություններ զարթնել ինձ մեջ։ Բայց հայկական գեղեցկությունը հենց այն մեր ճարտարապետությունն է, մեր պոեզիան է, մեր հայ աղջիկների գեղեցիկ աչքերն են։ Հավաքական ամենալավը միշտ գեղեցիկ է մեզ մոտ։ Իսկ Հայաստանի մասին 3 նախադասությամբ օտարերկրացիություն ինչպես կպատմեիր։ Ասեմ, մենք շատ հին ենք, շատ խառն ենք։ Միշտ ենք խառը։ Բայց կանք ու կլինենք։ Շնորհակալ եմ անչափ Ռուբեն ջան։ Հանդիպման եւ զրույցի համար։